Առաջին ալիքի ուղիղ եթերում շարունակվում է առավոտ լուսոն, մենք էլ ինչպես մի շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին, ինչպես գիտեք, սիրելի հեռուստադիտողներ, հաճախ մեր եթերը օգտագործում ենք որպես հարթակ եւ խոսում ենք առողջապահական կարևոր թեմաների մասին, եւ այսօր իհարկե բացառություն չէ, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլի վերջին նշվում է իմունականխարգելման եվրոպական շաբաթը։ Սա իհարկե շատ կարևոր իրադարձություն է, մասնավորապես երբ խոսում ենք պատվաստումների թեմայի մասին եւ առհասարակ խոսում ենք մեր առողջության մասին։ Նախ մի փոքրիկ ներածական տեղեկատվություն բոլորիս համար, ինչ կներկայացնեմ արդեն տաղավարում ներկա մեր հյուրին։ Եվ այսպես ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստումների շնորհիվ աշխարհում ամեն տարի կանխվում է 4-ից 5 միլիոն մարդու մահ։ Հայաստանում արդեն պատվաստումների ազգային օրացույցը ներառում է ավելի քան 20 տարբեր վարակների դեմ պատվաստումներ։ Այս թեմայի մասին խոսենք ավելի մանրամասն իմ հյուրի հետ, որը արդեն տաղավարում է իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ սիրով թեման շատ կարեւոր է, հաճախ ենք խոսում այս թեմայի մասին, բայց տպավորություն է, որ բավարար չէ այնքան ինչքան խոսում ենք, որովհետեւ իհարկե կարծիքները, միֆերը եւ տեսակետները ինչպես միշտ շատ են, բայց նախ խոսենք այս իմունականխարգելման շաբաթի մասին, ինչով է սա կարեւոր եւ առհասարակ երբ առաջացել այս նախաձեռնությունը։ Մի քիչ երևի նախապատմությունը ներկայացնեմ, դեռևս 2005 թվականից Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեկնարկեց իմունականխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը եւ այս նախաձեռնությանը 2006 թվականից նաեւ միացավ Հայաստանը։ Այս նախաձեռնության շրջանակներում մեկ անգամ եւս այս մեկ շաբաթվա ընթացքում կարևորվում է իմունականխարգելման կարևոր պատվաստումների դերը հանրային առողջապահության ոլորտում, մասնավորապես վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում։ Մեկ անգամ եւս լրացիչ հնարավորություն ունենք իրազեկելու բնակչությանը պատվաստումների կարևորության եւ անվտանգության մասին։ Խոսելով պատվաստումների մասին, իհարկե կան որոշակի տվյալներ եւ հետազոտություններ ամբողջ աշխարհում, բայց հետաքրքիր է ելնելով արդեն ձեր պրակտիկայից, աշխատանքային փորձից, ինչպիսին է իրավիճակը Հայաստանում։ Շատ ճիշտ նշեցիք, որ Հայաստանում արդեն իսկ 20 վարակիչ հիվանդություն համարվում են կառավարել, այսինքն կանխարգելվող պատվաստումների միջոցով։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք օրինակ պոլիոմիելիտն է, դիֆթերիան է, փայտացումն է, կարմր աղտխոզուկ եւ այս շարքը կարելի է թվարկել։ Այո, հիվանդություններից եւ վերջին հիվանդությունը, որ հանրապետությունում դարձավ կառավարելի, դա ջրծաղիկն է եւ ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումով։ Եթե մենք բնակչության մեջ հարցում անենք, որևէ մեկը չի հիշում երբ է գրանցվել հանրապետությունում պոլիոմիելիտի դեպքը։ Իհարկե գրանցվել է 1995 թվականին եւ 2002 թվականից Հայաստանը համարվում է պոլիոմիելիտից ազատ կարգավիճակ ունեցող երկիր։ Այսինքն այս բարենպաստ համաճարակային իրավիճակի հիմնական, այսպես ասած, պատճառը պատվաստումների կիրառումն է։ Եվ նշեմ, որ Հայաստանում բնակչության շրջանում մեծամասամբ կա ընկալում, որ սա անհրաժեշտ է եւ բնակչությունը հիմնականում պատվաստվում է։ Դրան մասին է խոսում մեր պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները, որոնք տարեց տարի փոքր տեմպերով, բայց բարելավում են։ Իհարկե մեր օրերում թերևս սոցիալական ցանցերն են եւ համացանցն են, որ կարծես թե նպաստում են տարատեսակ եւ երբեմն շատ անհեթեթ միֆերի տարածման հարցում օգնում են, որպեսզի այս միֆերը տարածվեն եւ ես վստահ եմ, որ Հայաստանում եւս գուցե ավելի այսպես հատուկ միֆեր կան, որոնք վերաբերում են հենց պատվաստումներին, առհասարակ ինչպիսի սխալ կարծիքների եք դուք եւ սխալ վարկածների եք հանդիպել ձեր պրակտիկայում։ Իհարկե շատ ճիշտ նշեցիք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում պատվաստումների, այսպես ասած, տարածման, լայնածավալ կիրառմանը զուգահեռ նաև մեծ տարածում է ստանում հակապատվաստումային, այսպես ասած, արշավները, որոնք տարբեր միֆեր, ապատեղեկատվություն կիրառելով փորձում են թիրախավորել պատվաստումները եւ սա նորություն չի, երբ առաջին անգամ ստեղծվեց պատվաստանյութը դեռևս մոտ 230 տարի առաջ Էդվարդ Ջենների կողմից, հենց այդ պահից էլ սկսվեցին հակապատվաստումային շարժումը։ Ճիշտ է, հենց պատվաստման շնորհիվ է, որ ներկայում չունենք ամբողջ աշխարհում այնպիսի հիվանդություն, ինչպիսին բնական ծաղիկն է, բայց դա չի խանգարում, որպեսզի հակապատվաստումային շարժումը ակտիվորեն տարածվի եւ դրա այսպես ասած նպաստող մեկ գործոնը իհարկե սոցիալական կայքերն են, որտեղ տարածվում են տարբեր ապատեղեկատվություններ, միֆեր, սկսած նրանից, որ կարող է
պատվաստումից հետո առաջանալ անպտղություն, կարող է առաջացնել պատվաստումները կապում են որոշ դեպքերում աուտիզմի հետ, որոնք բազմաթիվ, այսպես ասած, հերքող հետազոտությունների առկայության պարագայում այնուամենայնիվ ակտիվորեն տարածվում են։ Սակայն ցանկացած դեպքում, երբ որ բնակիչը, ծնողը որոշում է կայացնում պատվաստվել թե ոչ, պատվաստել իր երեխային թե ոչ, իհարկե պետք է նժարի մի մասում դնել հիվանդությունը իր բոլոր բարդություններով, իր բոլոր հետևանքներով, մյուս կողմում պատվաստումից հետո դիտվող այն փոքր անհանգստությունները կամ երևույթները, որոնք կարճատև են, ժամանակավոր են եւ անցնում են առանց հատուկ բուժման։ Ես հիմա իհարկե չեմ մտաբերի այն հետազոտողի անունը, որի ճակերտավոր հետազոտության միջոցով տարածվեց այդ հայտնի միֆը, որ պատվաստումները առաջացնում են աուտիզմ, բայց իրավացեք, վերջերս եւս մի հետազոտություն էի կարդում, երբ հերթական անգամ հերկվում էր այդ սխալ կարծիքը, բայց չգիտես ինչու, այո, մարդկանց մեջ իսկապես տարածված է հենց այս միֆը մասնավորապես, բայց իհարկե բոլոր մյուս միֆերը, որոնք դուք եւս նշեցիք, այ ինչ են անում առհասարակ առողջապահական ոլորտի աշխատակիցները եւ կառույցները, որպեսզի հանրությունը ել ավելի իրազեկված լինի եւ չհավատա այն ամենին, ինչ գրված է սոցցանցերում եւ համացանցում։ Իհարկե, այս համատեքստում շատ կարեւոր է բուժաշխատողների դերը եւ դրա համար միանշանակ բուժաշխատողների շարունակական կրթում, դասընթացներ, իրենց հմտությունների եւ բնակչության հետ աշխատանքի հմտությունների զարգացում, գիտելիքների պարբերաբար բարելավում, թարմացում, քանի որ ինչպես բժշկությունը, այնպես էլ պատվաստումների մասին գիտությունը իհարկե տարեցտարի ավելանում է, թարմանում է, բարելավում է եւ այդ բոլոր նորությունները իհարկե տեղեկացում ենք նաեւ մեր բուժաշխատողներին։ Միանշանակ նաեւ հանրային իրազեկման միջոցառումները, որի մի մասը նաեւ այսօրվա մեր հաղորդումն է եւ նշեցի, որ 2006 թվականից որպես իրազեկման մի, այսպես ասած, միջոց նաեւ կիրառվում է իմունականխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը, որի շրջանակներում ել ավելի ակտիվացում են իրազեկման միջոցառումները բնակչության համար։ Երբ խոսում ենք պատվաստումների կիրառման մասին, որոնք են այն մարդիկ կամ ավելի ճիշտ կլինի ասել, որոնք են այն ռիսկային խմբերը, որոնք առաջինն են, ամենախոցելին են հիվանդությունների համար եւ պետք է հենց առաջինը նրանք պատվաստվեն եւ ըստ էս առհասարակ ինչ կարեւորություն ունի պատվաստումների այս գործընթացը ոչ միայն անհատական առողջության, այլև հանրային առողջության համատեքստում։ Շատ լավ հարց եք տալի։ Իհարկե մեր Հայաստանի մասին խոսենք, Հայաստանում պատվաստումների ազգային օրացով պատվաստումները հենց սկսում են երեխայի ծննդից անմիջապես հետո եւ յուրաքանչյուր պատվաստում սահմանված ժամկետում ստանալը շատ կարևոր է եւ պարտադիր է, որովհետեւ հենց այդ պահին պատվաստումները հնարավորինս առավելագույն արդյունք են ապահովում եւ առավելագույն հնարավորություն են տալիս անձին լինել պաշտպանված։ Իհարկե, պատվաստում ոչ միայն անձի շահերից է բխում, այլ նաեւ սոցիալական պատասխանատվություն է, քանի որ պատվաստելով պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլ նաեւ մեր շրջապատին։ Ցավոք կան անձինք, ովքեր չեն կարող պատվաստվել եւ պատվաստումների ցուցանիշների բարելավումը հնարավորություն է ստեղծում ունենալ կոլեկտիվ իմունիտետ, որը պաշտպանում է ոչ միայն մեզ, այլ նաեւ այն անձանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով, հակացություններով չեն կարող պատվաստվել։ Ինչպես են վերահսկվում պատվաստանյութերի առհասարական նյութերը, որոնք ներառվում են դրանց անվտանգությունը, ինչպես է անցնում այս ամբողջ գործընթացը Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում պատվաստանյութերի ներկրման, բաշխման, պահպանման բոլոր գործընթացները կարգավորվում են դեղերի մասին օրենքով, քանի որ պատվաստանյութը նույնպես տեղ է։ Բացի դրանից Հայաստանի Հանրապետություն ներկրվում են արդեն առողջապահության համաշխարհային կազմակերպության որակավորում ունեցող պատվաստանյութեր, ինչը ինքնին ակնկալում է պատվաստանյութի տվյալ պատվաստանյութի անվտանգություն եւ արդյունավետություն։ Եվ Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացում ներառված բոլոր պատվաստանյութերը, ինչպես նշեցին 20 հիվանդության դեմ, հենց օժտված են այս առանձնահատկություններով, անվտանգ են, արդյունավետ են, պաշտպանում են ոչ միայն անհատին, այլ նաեւ մեր հանրությանը։ Ինչ խորհուրդ կտաք դուք եւ որը կլինի այս դեպքում ձեր ուղերձը ծնողներին մասնավորապես կարծում եմ, որոնք գուցե տարակուսում են, երկմտում են, չգիտեն թե արդյոք պետք է պատվաստվել, թե պետք չէ պատվաստել, գուցե համոզիչ չի որևէ բան, նրանք դեռ շարունակում են հավատալ այս միֆերին, ինչ անեն նրանք։ Իհարկե առաջին հերթին մտածել, որ որոշում են կայացնում նաև իրենց երեխայի փոխարեն, քանի որ երեխան ընտրության հնարավորություն այս դեպքում չունի եւ չպատվաստվելով սահմանափակում են երեխայի իրավունքները, հաջորդիվ մեծանալով իր ճանապարհորդելու, ազատ շփվելու, հանրության մեջ իրեն դրսևորելու առումով, քանի որ պատվաստելով երեխային պաշտպանում ենք այն վարակիչ հիվանդություններից, այն վտանգավոր վարակներից, որոնք
անկախ մեր կամքից կան մեր շրջապատում, բնության մեջ շրջանառում են։ Եվ առաջին պատվաստանյութի ստեղծումից մինչև օրս այլընտրանք պատվաստումների վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում չկան։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ կարևոր թեմայի մասին խոսելու համար եւ կարևոր տեղեկություն իհարկե հայտնելու համար մեր հեռուստադիտողներին։ Նաեւ իհարկե պիտի շնորհավորեմ ձեզ, ինչպես բոլորիս, քանի որ այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների օրն է, այդ թվում նաեւ ձեր տոնը շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, ես էլ ձեզ եմ շնորհավորում։ Սիրով, շնորհակալ եմ եւ իհարկե ձեզ սիրելի հեռուստադիտողներ, պիտի հիշեցնենք, ինչպես արդեն խոսեցինք զրույցի ընթացքում, որ պատվաստվելը առհասարակ ոչ միայն անձնական առողջության կարևոր բաղադրիչ է եւ երևույթ, որը պետք է պարտադիր իրականացվի, այլև հանրային առողջության կարևոր մաս է եւ սա իսկապես բոլորիս պատասխանատվություն է, այնպես որ պիտի լինենք պատասխանատու եւ ուշադիր միմյանց հանդեպ։